Բարեկամներ, կարևոր լուր ունեմ բոլորիս հայտնելու։ Այս թողարկմամբ լրացավ 1 տարին մեր ոդքասթի այս շարքի։ Եվ այս 1 տարվա ընթացքում մենք իրար հետ զարմանահրաշ ճանապարհ անցանք։ Օգնեցինք իրար, քաջալերեցինք իրար, խոսեցինք այնպիսի թեմաների մասին, որոնք արդիական են եւ վերաբերում են շատ-շատերին։ Եվ այս 1 տարվա ընթացքում դուք ինձ ստիպեցիք աճել, զարգանալ, կրթվել, որպեսզի ավելի օգտակար լինեմ ձեզ։ Այնպես որ շնորհավորում եմ թե ձեզ, թե ինձ եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Աստծուն, որ այս 1 տարվա ընթացքում տվեց մեզ կարողություն, իմաստություն միասին անցնելու այս ճանապարհը եւ միասին հիմա նաեւ տոնելու այս կարևոր ճամփորդությունը։ Այս 1 տարվա ընթացքում տասնյակ տեսանյութեր պատրաստվեցին, որոնք վերաբերում էին հոգեկան եւ հուզական առողջությանը, հոգեվոր առաջընթացին եւ մտավոր զարգացվածությանը։ Ես չեմ կարծում, որ դրա գիտակն եմ ես, բայց ամեն դեպքում սերը ձեր հանդեպ, փափագը ձեզ օգտակար լինելու ինձ ստիպեց, որպեսզի ավելի առաջանամ այս գիտության մեջ եւ փորձեմ գտնել նեյրոհոգեբանության եւ Աստվածաշնչի կապը։ Եվ այդ իսկ պատճառով ես որոշեցի ավելի հեռուն գնալ եւ ակադեմիկ դասընթացներ վերցնել եւ ուսումնասիրել ավելի խորությամբ եւ փորձել ավելի օգտակար լինել ձեզ։ Այնպես որ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այս 1 տարվա ընթացքում ինձ քաջալերել եք եւ ուժ եք տվել։ Եվ մի գեղեցիկ համայնք է ձևավորվել, թեկուզ առցանց, բայց գեղեցիկ մի համայնք, որտեղ մարդիկ իրար քաջալերում են, աղոթում են իրար համար եւ կարծում եմ, որ ապագայում մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Ես իսկապես փափագում եմ երես առ երես հանդիպել ձեզ, միասին ժամանակ ունենալ, միասին աղոթել եւ իրար քաջալերել։ Այնպես որ հավատում եմ, որ շուտով հետաքրքիր փորձառություններ կունենանք եւ իմիջայլոց ասեմ, որ այս ոդքասթի թեմաների հիման վրա պատրաստվում է մի գիրք, որ Աստծո ողորմածությամբ եւ շնորհով հուսով եմ շուտով հրատարակվի եւ ձեզ օգտակար լինի։ Եվ այս առումով ես կցանկանամ ձեզ փոխանցել այն կարևոր 12 դասերը, որոնք սովորել եմ այս 1 տարվա, այսինքն 12 ամիսների ընթացքում։ Իսկ դուք, եթե ինչ-որ դասեր սովորել եք այս ժամանակի ընթացքում, կարող եք մեկնաբանության պատուհանում գրել ձեր փորձառությունները, թե կյանքը ինչ դասեր է ձեզ սովորեցրել, կամ ինչ իմաստություն եք սովորել Աստծուց, կամ ինչ օգուտ եք քաղել այս ոդքասթի շարքից։ Եթե ունեք սիրած թեմաներ կամ այնպիսի թեմաներ, որոնք իսկապես օգնել են ձեզ վերափոխել եւ նորոգել ձեր միտքը, ապա կխնդրեմ, որ գրեք մեկնաբանության պատուհանում, ես ինքս կկարդամ եւ ձեր խոսքերը ինձ ուժ ու թև են տալիս ավելին անելու համար։ Երբևէ մտածել ես, որ կյանքիդ ամենակարևոր դասերը կարող ես սովորել ոչ թե հաղթանակներից, այլ հիասթափություններից, ոչ թե ճոխությունից, այլ ճնշումներից, ոչ թե ձեռքբերումներից, այլ կորուստներից եւ ներքին պայքարներից։ Վերջին 1 տարին ինձ համար կյանքի այնպիսի մի դպրոց էր, որտեղ ես չէի սովորում սովորական դասարանային կամ լսարանային պայմաններում, որտեղ որոշ դասեր ես սովորեցի ցավի միջոցով, որոշ դասեր սերտեցի հիասթափությունների օգնությամբ, որոշ դասեր էլ ուշ սովորեցի, բայց կարծում եմ ինչ որ բաներ սովորեցի։ Ամեն դեպքում այդ դասերը որոշ բաներ կոտրեցին իմ մեջ, որոշ կաղապարներ քանդեցին, որպեսզի ես կարողանամ ավելի լայնախոհ լինել, ավելի շրջահայաց լինել եւ նաեւ ձեզ օգտակար լինել։ Եվ այսօր հետ նայելով այդ 1 տարվան, ես մի բան վստահ կարող եմ ասել, որ այդ դասերը օգնեցին ինձ վերադասավորել իմ արժեքները, վերանայել իմ կյանքը, փոխել իմ մտածելակերպը եւ հարաբերություններս Աստծո հետ, ընտանիքիս հետ եւ շրջապատիս հետ։ Վերջին 1 տարվա ընթացքում ես նաեւ սովորեցի, որ կյանքը պարզապես ժամանակահատված չի, որ տրված է մեզ, կյանքը նաեւ ճարտարապետ է, որ կերտում է մեզ։ Ես չեմ ասում, թե սերտել եմ կյանքի բոլոր դասերը բնավ, ես շատ հեռու եմ դրանից եւ որքան ապրում ենք, այնքան պետք է սովորենք։ Ամեն դեպքում կցանկանամ հերթով փոխանցել ձեզ կյանքի այն կարևոր 12 դասերը, որ սովորեցի այս 12 ամիսների ընթացքում։ Առաջին դասը՝ մի սպասիր,
որ բոլորը քեզ անպայման պիտի հասկանան։ Ոչ բոլորն են պարտավոր հասկանալ քեզ, սիրել քեզ, գնահատել քեզ։ Երբ դադարում ես սпасել մարդկանցից այն, ինչ նրանք չեն կարող քեզ տալ, դու ինքդ քեզ ազատում ես հիասթափություններից։ Իսկ երբ գտնում ես մարդկանց, որոնք պատրաստ են քո կողքը լինել, քեզ անպայմանական ձևով սիրել, ընդունել, հասկանալ, ապա պետք է պին բռնել այդ հարաբերությունները։ Հետևաբար բոլորից չէ, որ պետք է սпасես, որ պարտադիր ձևով քեզ պետք է հասկանան եւ ընդունեն, բայց եթե գտնես այն եզակի մարդկանց, որոնք իսկապես քեզ հասկանում են, ընդունում են եւ սիրում են, պին բռնիր եւ գնահատիր այդ հարաբերությունները։ Առակաց գրքի 17:17 համարում Սողոմոն իմաստուն հետևյալը գրեց. բարեկամը կամ ընկերը ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։ Ուրեմն, եթե մեկը կա քո կյանքում, որ ամեն ժամանակ կարող է քեզ սիրել, ընդունել, հասկանալ, գնահատիր այդ հարաբերությունը, բայց ամեն դեպքում հիշիր, իմ առաջի դասը, որ կփոխանցեմ հետևյալն է, բոլորը չէ, որ պարտավոր են քեզ հասկանալ, ընդունել, սիրել կամ էլ հետաքրքրվել քեզանով։ Երկրորդ դասը, որ սովորեցի այս մեկ տարվա ընթացքում, հետևյալն է. աղմուկը դեռ արդյունք չէ։ Հիմա կասեմ, դա ինչ է նշանակում։ Մենք ապրում ենք աղմկոտ աշխարհում, բայց ամեն աղմուկի հետևում չէ, որ արժեք կա։ Ոմանք մեծ տպավորություն են փորձում թողնել մարդկանց վրա, ձայն են հանում, աղմկում են, փորձում են իրենց պահել ուշադրության եւ մարդկանց հետաքրքրության կենտրոնում, բայց իրականում նրանք որևէ արժեք չեն ստեղծում իրենց միջավայրի համար։ Իրական արդյունքը հաճախ ծնվում է լռության, խորության, կարգապահության եւ փակ աշխատանքի արդյունքում։ Փրփուրները միշտ լինում են ծովի մակերեսին, իսկ մարգարիտները գտնվում են ծովի հատակին եւ ձևավորվում են փակ խեցի մեջ ցավալի փորձառությունների շնորհիվ։ Հետևաբար չլինենք փրփուր եւ չփորձենք մարդկանց վրա տպավորություն թողնել ձայնով ու աղմուկով, այլ երբեմն Աստված կարող է մեզ մեկուսացնել, փակել մեզ խեցի մեջ, որպեսզի այնտեղ կյանքի ցավերով անցնելով մեր ներսում ձևավորվի ճշմարիտ արժեք, իրական մարգարիտ։ Մենք ապրում ենք Instagram-յան եւ TikTok-յան մշակույթի մեջ, որտեղ տպավորությունը հաճախ ավելի կարևոր է, քան բովանդակությունը, բայց իրական կյանքը չի որոշվում տպավորություններով, այլ քո ստեղծած արժեքներով։ Փիլիպպեցիներին 2-րդ գլխի 3-րդ համարում Պողոս առաքյալը հետևյալը գրեց այս առումով. ոչինչ մի արեք հակառակությամբ եւ ոչ էլ սնապարտությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավը համարի։ Ցավոք սրտի ներկա հասարակարգը ստիպում է մարդուն ամեն բան ի ցույց դնել, մրցակցել, ցուցամոլ լինել, որպեսզի տպավորություն թողնի։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ ամեն բան պետք է արվի խոնարհությամբ, ոչ թե հակառակությամբ, մրցակցությամբ, աղմուկ աղակով, այլ իրական արժեքները կերտվում են լռության մեջ, խորության մեջ եւ Աստծո ներկայության մեջ։ Ուրեմն, երկրորդ դասը, աղմուկը միշտ չէ որ արդյունք է։ Շատերը կարող են աղմկել, բայց քչերն են արդյունք ստեղծում։ Երրորդ դասը, որ սովորեցի այս մեկ տարվա ընթացքում եւ դեռ պետք է սովորեմ, հետեւյալն է. քո արժեքը չափով չի որոշվում, այլ բովանդակությամբ։ Ամենամեծը չափսերով միշտ չէ, որ ամենաարժեքավորն է։ Այս կյանքում չափը, դիրքը, ձայնը, աղմուկը երբեմն կարող են մոլորեցնել, բայց բովանդակությունը երբեք չի խաբում։ Մենք շատ անգամ խաբվում ենք արտաքին տեսքով, բայց Աստված նայում է բովանդակությանը։ Մարդուն արժեքավոր է դարձնում ոչ թե արտաքին տպավորությունը, այլ իր ներքին բովանդակությունը։ Եվ այս առումով հետևյալն եմ ուզում ասել. մարդու իրական արժեքը իր ներսում է եւ ոչ թե իր փաթեթավորման մեջ։ Շատ ապրանքներ կան, կարող են գեղեցիկ փաթեթավորում ունենալ, բայց ներսում անարժեք լինել։ Ուրեմն մենք չխաբվենք արտաքին տեսքով եւ տպավորությամբ եւ փաթեթավորմամբ,
այլ նայենք բովանդակությանը։ Փոքրիկ ադամանդը շատ ավելի արժեքավոր է, քան հսկայական ժայռաբեկորը։ Ուրեմն այս առումով հիշենք հետևյալը. բովանդակությունը միշտ հաղթում է ծավալին։ Երբ որ Սամուել մարգարեն Իսրայելի համար թագավոր էր ընտրում, նա նայում էր Հեսեի որդիներին, որոնք բարձրահասակ էին, թիկնեղ էին եւ մտածում էր, որ նրանցից հաստատ մեկը կարող է լինել թագավոր, բայց երբ որ ամեն մեկին Աստված մերժեց եւ մնաց փոքրիկ Դավիթը, Սամուելը հապաղում էր մարգարեանալ, որ նա է լինելու թագավորը։ Ապա տեսեք, թե Աստված ինչ խրատ տվեց մարգարեին։ Առաջին թագավորաց 16-րդ գլխի 7-րդ խոսքում հետևյալն է գրված. Բայց Տերը Սամուելին ասաց. մի նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում, մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում։ Տեսեք, այս համարը աստվածաշնչյան հենց փաստում է մեր թեզը, որ արտաքինը խաբուսիկ է։ Աստված նայում է սրտին, նայում է բովանդակությանը։ Հետևաբար երրորդ դասը քո արժեքը չի չափվում քո ծավալով, այլ քո բովանդակությամբ։ Չորրորդ դասը, որ այս մեկ տարվա ընթացքում սովորեցի, հետևյալն է. քո իրական արժեքը չի որոշվում նաև պիտակներով։ Մարդիկ կարող են քեզ սխալ հասկանալ, պիտակավորել քեզ, անպատվել, ստորացնել, վիրավորել, փորձել արժեզրկել, բայց միևնույն է, քո իրական արժեքը չի որոշվում մարդկանց փակցրած պիտակներով։ Անկամ դու կարող ես քո վրա պիտակներ փակցնել, օրինակ, ես անհաջողակի մեկն եմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում, կամ էլ հակառակը, կարող ես հիանալ քեզանով եւ տարվել քեզանով, որ իմ նմանը չկա, ես ինչքան արժեքավոր մեկն եմ, կարևոր մեկն եմ։ Կարևոր չէ ինչ պիտակներ կկպցնես դու, կամ ուրիշները ինչ պիտակներ կփակցնեն քո վրա։ Քո իրական արժեքը որոշվում է Աստծո վերաբերմունքով քո հանդեպ եւ քո կոչումով ու քո ստեղծած արժեքներով։ Եթե այս ճշմարտությունը չհասկանաս, դու կդառնաս ուրիշների կարծիքների զոհը եւ ստրուկը եւ ամբողջ կյանքում ապրելու ես, որպեսզի պարզապես արժանանաս ուրիշների գնահատականին կամ էլ պիտակավորումներին։ Մեր իրական արժեքը գալիս է Աստծո վերաբերմունքից մեր հանդեպ։ Իսկ տեսեք Եսայա մարգարեության 43 գլխի 4-րդ համարում Տերն ինչ է ասում. որովհետև դու թանկագին ես իմ աչքին, պատիվ գտար եւ ես սիրեցի քեզ։ Ինչ գեղեցիկ նկարագիր է։ Ես սիրեցի քեզ, դու թանկագին ես, դու կարևոր ես, այո, Աստծո համար դու արժեքավոր մեկն ես։ Եվ սա մեզ ամենևին չի հպարտացնում, սա մեզ ավելի խոնարհեցնում է, որովհետև ես ինքս ինձ հարց եմ տալիս. ով եմ ես, որ Աստված այսքան ինձ արժեք է տալիս։ 5-րդ դասը, որ սերտել եմ եւ դեռ շարունակում եմ սերտել այս մեկ տարվա ընթացքում, հետեւյալն է. սահմանները պատեր չեն, դռներ են։ Իմ կյանքում ես միշտ տառապել եմ անձնական սահմաններ չունենալու պատճառով, որովհետև մտածել եմ, որ եթե սահման դնեմ, ապա էգոիստի տպավորություն կթողնեմ։ Եթե մարդկանց անդադար ասեմ ոչ, մերժեմ, ինչ որ առաջարկներ, խնդրանքներ, ապա տպավորություն կթողնեմ, որ ես իմ մասին եմ մտածում։ Բայց իրականում եկա հասա մի տեղին, երբ որ հասկացա, որ ես ինքս սպառվում եմ, անդադար վազելով, ընդառաջելով, ձեռք մեկնելով, որովհետև եթե ես մի օր սպառվեմ, իրականում չեմ կարող օգտակար լինել նույն այդ մարդկանց։ Հետևաբար սահմաններ են պետք, անձնական սահմաններ։ Եթե ինձ հարցնեք, թե այս տեսանյութերից որն էր ամենակարևոր դասն ինձ համար եւ արժեքավորը, ապա կարող եք այստեղ նայել, ես խոսում եմ անձնական սահմանների մասին։ Չեմ ունեցել եւ դրա պատճառով շատ եմ տառապել։ Եվ հիմա փորձում եմ կառուցել այդ սահմանները ոչ թե պատ իմ եւ մարդկանց հարաբերությունների մեջ, այլ դուռ, որը կորոշի, թե երբ կբացվի, երբ կփակվի, ով ներս կմտնի այդ դռնով եւ ում առաջ այդ դուռը կփակվի։ Բոլորին այո ասելը դա պարզապես
հոգևոր կամ աստվածասեր մի գործ չէ։ Բոլորին այո ասելը քեզ կարող է դարձնել մարդկանց ստրուկը, կամակատարը, շահագործման ենթակա մի առարկա։ Իսկ մեկ ոչը կարող է փրկել եւ քեզ եւ շատ հարաբերություններ։ Մեկ ոչը կարող է կարևոր գործ կատարել քո կյանքի մեջ եւ ցավոք սրտի մենք երբեմն չենք տիրապետում այդ ոչին։ Ինչու՞, որովհետեւ չենք ուզում, որ մարդը սխալ կարծիք կազմի մեր մասին։ Եվ դրա պատճառով չուզենալով բաներ ենք անում, որ իսկապես ստիպված ենք անել, բայց չենք ուզում անել։ Չուզենալով տեղեր են գնում, որ պարզապես մարդահաճո երևանք, որ հաճեցնենք դիմացնին, բայց չենք ուզում գնալ այդտեղ։ Ուրեմն սա կարևոր մի դաս էր, որ ես սերտեցի եւ դեռ շարունակում եմ սերտել։ Անձնական սահմանները պատեր չեն, դռներ են։ Առակաց 4:23 համարում Սողոմոնի իմաստուն հետևյալը գրեց. ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Մենք պետք է սովորենք սահմաններ դնելով պահել մեր սիրտը, մեր առողջությունը, մեր հուզական առողջությունը, որպեսզի չսպառվենք։ 6-րդ դասը, որ սովորեցի այս մեկ տարվա ընթացքում, հետևյալն է. իրական փոփոխությունը ներսից է սկսվում եւ ոչ թե դրսից։ Շատերը կարծում են, որ երկիր փոխելով, միջավայր փոխելով կարող է իրենց կյանքը փոխվել։ Երբեմն դա մասնակի ձևով աշխատում է, բայց իրական փոփոխությունը ներսից է գալիս, որովհետև եթե դու երկիրը փոխես, բայց բնավորությունը չփոխես, վերաբերմունքը չփոխես, արձագանքը չփոխես, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Դուրսդ կփոխվի, ներսդ նույնը կմնա։ Դրա համար էլ Աստվածաշունչը խոսում է մտքի եւ սրտի փոփոխության մասին եւ ոչ թե արտաքին միջավայրի փոփոխության մասին։ Այս առումով շատ արժեքավոր է Հռոմեացիներին 12:2 համարը, որտեղ առաքյալը գրում է, որ մենք պետք է նորոգվենք մտքի նորոգությամբ, որպեսզի ճանաչենք Աստծո կամքը։ 7-րդ դասը, որ սովորեցի մեկ տարվա ընթացքում եւ դեռ շարունակում եմ սովորել, հետեւյալն է. թույլ մի տուր, որ հույզերը քեզ կառավարեն։ Դու պետք է կառավարես քո հույզերը եւ թույլ չտաս, որ հույզերը քեզ կառավարեն։ Մտավոր զարգացած լինել դեռ չի նշանակում հասուն մարդ լինել։ Շատ մտավոր զարգացած անձնավորություններ են եղել պատմության մեջ, որոնք հուզական առումով հասուն չեն եղել եւ հենց դրա պատճառով էլ տապալվել են եւ խորտակվել։ Այս առումով ինձ համար մեծագույն բացահայտումներից մեկն էր հուզական ինտելեկտը, որը նեյրոհոգեբանության մեջ համեմատաբար նոր ճյուղ է։ Հուզական ինտելեկտը խոսում է այն մասին, թե որքանով են կարողանում կառավարել, տիրապետել մեր հույզերին։ Տեսեք, մարդ կարող է կարդացած լինել, գիտակ լինել, կիրթ լինել, բայց չտիրապետել իր լեզվին, իր հույզերին, եւ դրա պատճառով նա կարող է արագ բորբոքվող լինել, շուտ բարկացող լինել, կամ էլ կոտրվի արագ, հիասթափվի, դեպրեսիայի մեջ հայտնվի եւ իր գիտելիքները նրան չեն կարող փրկել։ Հետևաբար մտավոր զարգացվածությանը համընթաց անչափ կարևոր է նաեւ հուզական զարգացվածությունը, հուզական ինտելեկտը։ Մեր հույզերը մեր թշնամիները չեն, բայց նրանք կարող են վատ տերեր լինել մեզ համար։ Եթե սկսեն տիրություն անել մեզ վրա, մեր հարաբերությունների եւ որոշումների վրա, ապա դրանք կարող են մեզ խորտակել։ Բայց մեր հույզերը, եթե դարձնենք կառավարելի, ապա դրանք կարող են լավ ծառաներ լինել մեզ համար։ Ուրեմն հուզական ինտելեկտը անչափ կարևոր է։ Ես մի բան սովորեցի, որ իմ վախերը երբեմն ինձ կառավարում էին։ Երբեմն էլ ես էի փորձում նրանց կառավարել, բայց չէր ստացվում։ Ես հասկացա, որ որոշ վախեր իսկապես անիրական էին, որոշ մտքեր անիրական էին, եւ այստեղ առավել եւս ավելի շրջահայաց դարձա, որոշ քայլերում ավելի համարձակ դարձա։ Երբ որ ես ինձ սկսեցի կողքից նայել եւ հարցեր էի տալիս, ինչու այդ քայլը ես չէի անում, ինչու այդպես չէի շարժվում։ Ուրեմն շատ կարևոր է, որ այս առումով մենք սովորենք այս կարևոր դասը, ոչ թե հույզերը քեզ կառավարեն, այլ դու նրանց կառավարես։
Տեսեք, թե Սողոմոնի իմաստունը ինչ է ասում այս առումով։ Առակաց 16:32-ում գրում է. «Համբերատարը զորավորից լավ է»։ Ով կարող է զորավորից լավը լինել, համբերատար անձնավորությունը։ Իսկ ով է համբերատարը, նա ով տիրապետում է իր հույզերին, կարողանում է կառավարել իր էմոցիաները։ Շարունակում է. «Եվ իր հոգին կառավարողը», մեկ այլ տեղ գրված է իր հույզերը զսպողը, քաղաքը գրավողից լավ է։ Ուրեմն, որքան կարևոր ոլորտ է սա։ Եվ մենք այստեղ լիքը անելիքներ ունենք, որովհետև մենք հայերս կարող ենք ասել հուզական ազգ ենք։ Մենք շատ անգամ հուզական կերպով ենք արձագանքում, ավելի ռեակտիվ ենք, քան պրոակտիվ։ Հետևաբար այստեղ իսկապես գործ ունենք անելու մենք։ Եվ այս ոդքասթն էլ հենց դրան է ուղղված, որ հուզական առումով մենք ավելի առողջ լինենք եւ ավելի զարգացած։ 8-րդ դասը, որ սովորեցի այս 1 տարվա ընթացքում, հետեւյալն է. ճնշումները ճշգրտումներ են բերում։ Ճնշումները միշտ չէ, որ կործանելու համար են գալիս։ Երբեմն դրանք ճշգրտում են բերում մեր կյանքում, ուղղորդում են բերում, որոշ բաներ բացահայտում են մեր ներսում, մեր շրջապատի մեջ եւ որոշ բաներ էլ մաքրում են մեր կյանքում։ Ճնշումները օգնում են մեզ հասկանալ նաեւ մեր թույլ կողմերը։ Ցավն ու ճնշումը երբեմն օգնում են մեզ վերաիմաստավորելու, վերարժևորելու մեր կյանքը, վերանայելու մեր հարաբերությունները։ Ապա տեսեք, թե այս առումով Հակոբոս առաքյալը ինչ գրեց։ Առաջին գլխի 2-4 համարներում ասում է. «Լիարժեք ուրախություն համարեք եղբայրներ, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք»։ Ինչն է ուրախություն այս ամենի մեջ։ Շարունակության մեջ բացահայտում է. «Իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում, իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք»։ Ուրեմն տեսնում ենք, որ երբ որ մենք անցնում ենք ճնշումների միջով, փորձությունների միջով եւ ուրախություն ենք համարում դա, ինչու ենք ուրախություն համարում, որովհետև հասկանում ենք ներսում, որ այդ ճնշումներն ու փորձությունները չեն եկել մեզ խորտակելու, այլ եկել են մեր մեջ մի բան ձևավորելու, որը ամենադիֆիցիտն է 21-րդ դարում, եւ դրա անունն է համբերություն։ Որքան կարևոր, բայց որքան սուղ բան է այն։ Իսկ ճշմարիտ համբերությունը չի տրվում պարզապես այսպես, մեկ աղոթքով, մեկ ինչ-որ գերբնական միջամտությամբ։ Ճշմարիտ համբերությունը առաջանում է ճնշումների եւ նեղությունների արդյունքում։ 9-րդ դասը, որ սովորեցի եւ շարունակում եմ սովորել այս 1 տարվա ընթացքում, հետեւյալն է. հարաբերությունները ավելի կարևոր են հաջողություններից։ Ընդհանրապես կարելի է հասնել շատ բաների, մեծ հաջողությունների, ձեռքբերումների, հաղթանակների, նյութական բարգավաճման, շատ բաներ ձեռք բերել, բայց արդյունքում կորցնել հարաբերություններ։ Կորցնել հարաբերություններ Աստծո հետ, ընտանիքի անդամների հետ, քո մտերիմների հետ։ Վերջ-վերջո մարդ հասկանում է, որ ամենակարևոր ձեռքբերումը նյութի մեջ չի, ամենակարևոր ձեռքբերումը հարաբերության մեջ է, որովհետև երբ որ մարդու հետ մի բան պատահեց, երբ որ նա կոտրվեց, դեպրեսիայի մեջ հայտնվեց, այդ նյութը չէ, որ նրան պետք է ջերմացնի, այլ հարաբերություններն են։ Հաջողությունը, որի արդյունքում մարդ կորցնում է իր ամենամտերիմ հարաբերությունները, վերջում կարող է շատ թանկ արժենալ մարդուն եւ մարդուն տանել դեպի դատարկություն։ Դու կարող ես հասնել մեծ հաջողության, մեծ ձեռքբերումների, բայց վերջում մնաս մենակ։ Ոչ մի ձեռքբերում չի կարող փոխարինել քո կյանքում Աստծո հետ մտերմությանը, ընտանիքի ջերմությանը եւ մտերիմների հարաբերությանը։ Մարդիկ, որոնք քեզ հետ են ոչ թե դիրքի, փառքի, փողի, պաշտոնի համար, այլ պարզապես քեզ համար։ Հենց այդ հարաբերությունները մեր ամենաթանկ հարստությունն են, որ փողով չեն չափվում։ Իրական հաղթանակը միայն բարձունքներ նվաճելու մեջ չէ, այլ հաջողության եւ հաղթանակների այդ ճանապարհին ճիշտ մարդկանց չկորցնելն է։ Մատթեոս ավետարանի 16-րդ գլխի 26 համարում Տեր Հիսուսը հետևյալն ասաց.
Մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Ուրեմն իրականում կյանքը այդ շահումների մեջ չէ։ Կյանքը հարաբերությունների մեջ է։ Կյանքը Աստծո հետ մտերմության եւ մեր ընտանիքի ջերմության մեջ է։ 10-րդ դասը, որ սովորեցի այս 12 ամիսների ընթացքում, հետեւյալն է. հաջողությունը արագ արդյունքի մեջ չէ, այլ հարատևության։ Մենք սիրում ենք արագ առաջընթացներ, մեծ արագ հաղթանակներ, կտրուկ փոփոխություններ, արագ արդյունքներ եւ լուծումներ, բայց կյանքը լոտո չէ, որ դու պատահական ձևով շահես։ Իրականում այն, ինչ շատ արագ ես ձեռք բերում, կարող ես նաև շատ արագ բաց թողնես քո ձեռքից։ Իրական հաջողությունը կառուցվում է հարատևության մեջ, կառուցվում է շարունակականությամբ, երբ որ ճանապարհի կեսից դու չես որոշում հետ դառնալ։ Իրական հաջողությունը ձեռք է բերվում ծածուկ միջավայրում, երբ որ ոչ ոք քեզ չի ծափահարում, բայց դու քրտնաջան աշխատում ես եւ քայլ առ քայլ առաջ ես գնում։ Վերջ-վերջո 1000 մղոնանոց ճանապարհը սկսվում է ընդամենը մեկ քայլից։ Եվ այս առումով հաղթողը միշտ չէ, որ ամենատաղանդավորն է, այլ ամենահարատևն է։ Մարդ, ով չի կոտրվում, ճանապարհի կեսից ետ չի դառնում, այլ գլուխը կախ, հարատևում է իր ընտրած ճանապարհի մեջ։ Գաղատացիներին 6-րդ գլխի 9-րդ համարում Պողոս առաքյալը այս առումով գրեց. «Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք»։ Որքան կարևոր հորդոր է մեզ։ Եթե չթուլանանք, չձանձրանանք, կհնձենք բարի արդյունք։ 11-րդ դասը, որ սերտեցի եւ շարունակում եմ սերտել այս մեկ տարվա ընթացքում, հետեւյալն է. հարստությունը փողով չի չափվում։ Փողը պետքական է, բայց փողը չի կարող փոխարինել հարազատներին, մտերիմներին, վերջում մարդուն չեն ջերմացնելու իր բանկային հաշիվները, այլ իր մտերիմները։ Եվ իրական հարստությունը ոչ միայն ունեցածի մեջ է, այլ տվածի մեջ է, ստեղծած արժեքների մեջ է։ Տեր Հիսուսը Ղուկաս ավետարանի 12-րդ գլխի 15 համարում հետևյալն ասաց. «Տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։ Ուրեմն շատ կարևոր է ոչ թե քո կուտակած ունեցվածքը, այլ այն արժեքները, որ դու փոխանցում ես ուրիշներին։ Որքան մեծահարուստներ կան այս աշխարհում, որոնք շատ փող ունեն, բայց քիչ ուրախություն, որոնք շատ ունեցվածք ունեն, բայց խաղաղություն չունեն, որոնք իսկապես երանի կտան նաև քեզ, քո պարզ կյանքին։ Հետևաբար, իրական հարստությունը նյութականի մեջ չէ, այլ քո տված արժեքների, քո ծառայության, քո մատուցած ծառայության։ Եվ վերջին 12-րդ դասը, որ մինչև այսօր շարունակում եմ սերտել, եւ սա ամենակարևոր դասն է բոլորիս համար թերևս, հետևյալն է. առանց Աստծո ամեն ինչ դատարկ է։ Կարելի է կառուցել, ձեռք բերել, սովորել, հաջողությունների հասնել, ինչ որ մի բան ստեղծել, բայց եթե այդ ամենի կենտրոնում, առանցքում Աստված չկա, վերջ-վերջո ունայն է լինելու։ Առանց Աստծո տաղանդը կարող է դառնալ կուռք, հաջողությունը թակարդ, իսկ ուժը վտանգավոր։ Դրա համար կյանքիդ բոլոր ոլորտներում պետք է հիշես, որ քո գերագույն նպատակը Աստծո համար եւ նրա կամքին համապատասխան ապրելն է։ Հովհաննեսի ավետարանի մեջ 15-րդ գլխի 5-րդ խոսքում Տեր Հիսուսը տալիս է իրական կյանքի, իրական հաջողության գաղտնիքը։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Սա իսկապես կյանքի դաս է։ Եթե մենք միավորված լինենք Տեր Հիսուս Քրիստոսի հետ եւ նա մեզ հետ, ապա ինչ որ անենք, կհաջողվենք եւ պտուղ կբերենք։ Հետևաբար, հետ նայելով եւ ամփոփելով այս 12 ամիսները, ես մի բան կարող եմ ասել, որ կյանքը չի չափվում
աղմուկով, արագությամբ կամ էլ հաջողությամբ։ Այն չափվում է ճիշտ հարաբերություններով, ներքին դիսցիպլինով, համարձակ որոշումներով, հույզերի կառավարումով, հարատևությամբ եւ ամենակարևորը Աստծո ներկայությամբ։ Եվ թերևս կյանքի ամենամեծ հասունությունն այն կետն է, որտեղ դու հասկանում ես, որ կյանքում ամեն ինչ չէ, որ պետք է տպավորիչ լինի, բայց ամեն ինչ պետք է իմաստալից լինի։ Ուզում եմ ամփոփել Պողոս առաքյալի կարևոր խոսքերով։ Փիլիպպեցներին 3:13 համարում նա հետևյալը խոստովանեց. «Եղբայրներ, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ»։ Այո, եթե մենք համարենք, որ մենք միտեղ ենք հասել, ապա Աստված էլ կմտածի, որ ավարտված է իր գործը մեր կյանքում, բայց մենք միշտ պետք է տեղ թողնենք Աստծո աշխատանքին, միշտ պետք է մտածենք, որ մենք հասնելու տեղ ունենք, աճելու տեղ ունենք, առաջանալու տեղ ունենք։ Ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, եւ շարունակեց առաքյալը, բայց մի բան կա, հետևում թողածը մոռանալով, դեպի առջևում եղածներն եմ ձգտում, հետևում եմ նպատակակետին։ Շատ կարևոր է, որ ամեն մեկս մեր կյանքում ունենանք այդ նպատակակետը, որ կարողանանք հետևել դեպի այդ կետը, վազել դեպի այդ կետը։ Ուրեմն շնորհակալ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ մենք սկսեցինք ոդքասթների այս շարքը, դուք ինձ հետ եղաք, ինձ թև տվեցիք, ինձ քաջալերեցիք եւ դա ինձ օգնեց, որ կարողանամ ավելի առաջ գնամ։ Հիմա երբ որ հետ եմ նայում եւ տեսնում եմ այն տասնյակ նյութերը, որ պատրաստվեցին այս ժամանակ, այն 2 միլիոնին հասնող դիտումները, որ ունենք այս մեկ տարվա ընթացքում, իսկապես խոնարհաբար Աստծուն փառք եմ տալիս եւ ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ մենք միասին եղանք, միասին անցանք այս ընթացքը, միասին փորձառեցինք այս դասերը եւ դեռ պետք է շարունակենք փորձառել։ Բայց իրականում այս ոդքասթը իմ մասին չէ, ձեր մասին չէ, այլ նրա մասին է, որ մենք պետք է ապրենք եւ ուրիշներին ապրեցնենք։ Այն օգուտները, որ մենք կստանանք, դա նրա համար չէ, որ մենք պահենք մեզ, նրա համար է, որ մենք փոխանցենք ուրիշներին, արժեքներ ստեղծենք, ինչ որ մեկի համար լուսավոր եւ հույսի կետ լինենք, ինչ որ մեկին մղենք դեպի կյանքը եւ ապրեցնենք Աստծո կենարար հույսով եւ խոսքով։ Շնորհակալ եմ, որ չեք մոռանում ակտիվ լինել, չեք մոռանում հավանել այս տեսանյութերը, բաժանորդագրվել այս ալիքին եւ ձեր մեկնաբանություններով կիսվել ձեր մտքերը։ Այդ ամենը ստիպում է, որ YouTube-ի ալգորիթմը աշխատի հօգուտ այս նյութերի եւ ավելի մեծ լսարանի համար դրանք հասանելի դարձնի։ Շնորհակալություն այս մեկ տարվա հավատարմության համար, շնորհակալություն, որ միասին մենք քայլեցինք եւ շնորհակալություն, որ միասին մենք շատ ավելին կարող ենք անել։ Ես ծրագրել եմ, որ երբ որ վերադառնամ Հայաստան, իսկ այդ վերադարձի ժամկետները արդեն հստակ են եւ տեսանելի, մենք անպայման իրար հետ պետք է հանդիպենք, գեղեցիկ ժամանակ ունենանք, շինիչ եւ օգտակար նյութեր պետք է նայենք միասին եւ միասին պետք է ձեռք մեկնենք այն մյուսներին, որոնք կարիք ունեն Աստծո ապրեցնող հույսի եւ խոսքի։ Աստված օգնական բոլորիս, Աստված շնորհն ավելացնի եւ կարողություն տա, որ մյուս տարի, երբ որ ամփոփելու լինենք մեր մյուս ընթացքը, մյուս ասպարեզը, կարողանանք գոհունակությամբ հետ նայել եւ վերջում վերև նայել եւ ամբողջ փառքը Աստծուն տալ։